ինքը բնավորությունով մի քիչ հանգիստ է, հետո դանդաղաշարժա մի քիչ, դե իր բնավորություն իսկին վրա խոսում, մի քիչ կամաց մանալ, իսկ այդ կամացն մոտ չի ստացվում, ամեն ինչ արագի մեջ, անգամ հաց ուտելա, ես նստած մենք հաց ենք ուտում, ես վեր եմ կենում, ինքը դեռ նստած, ես արդեն տելում եմ բաժասում, վсё, ես գնացի պարկեցի, աշի դե, հա բան չկա ասում, հետո կվեկենամ սեղանը կհվակեմ, դու արխենաց գիտ։ Այս մարդը ո՞նց է ձեր տեմպին դիմանով։ Այնա դիմացրա դրամային նա չարում, մի թիքա բանա մնացել էլի, այ քիրա, ես տվել եմ լենքից։ Ընդո 44 կիլո։ Որ հարսը մեկ էլ 44 կիլո ձեռների վրա բարսասնում էր ինձ երկրորդ հարկ, իսկ մի հակառակն է։ Դանդաղ թե արագ երկրորդ հարկ բարձրանալու փոխարեն Հրանտի դինջ դանդաղկոտությունը ստիպում է տիկնոջը արդեն զրո հարկ իջնել, այսինքն իջնել գետնին ու սկսել պալարահավաքը։ Օրինակ կարտոշկա ինքանում դե ես չեմ կարում կրանամ։ Ես ասայի Հրանտ, դու ես փորեմ, դու հվաք է, որ տնեի մի քիչ դանդաղա հավաքում ներվեր, ասայի բրցած ու տուրինչ ես շուտ վրայից մաքրեմ, որ արագ եղնի էլի մեջ տեղավորվենք։ Ուղղակի այնքան աչքս չտենա այդ իր դանդաղ բերքա հավաքը, այդքան բան։ Տավուշի Արջիս գյուղի այս հովասուն այգում, որտեղ դեղցի բույն ու մեղմ քամին խառնվում են իրար, թվում է ժամանակը այլ կերպ է հոսում, կամ գուցե այստեղ միանգամից երկու տարբեր ժամանակներ են հոսում, զուգահեռ, որ մեկ-մեկ էլ բախվում են միմյանց։ Կայծակի արագությամբ պոստված Մարինեին ու նրա կողքին տիեզերական հանգստությամբ ու փիլիսոփայական խոհուն հայացքով դինջ կանգնած Հրանտին նայելիս հասկանում ես, որ ֆիզիկայի բոլոր օրենքները կարող են խախտվել, նրանք կյանքի բոլորովին տարբեր ռիթմեր ունեն։ Մարինեն կրակն է, ամեն վարկյան պատրաստ տեղից տեղ պոկվելու, իսկ Հրանտը հանդարտ ջուրը, ով երբեք ոչ մի տեղ չի շտապում։ Ու քանի դեռ Հրանտը դինջ մտածում է հաջորդ քայլի մասին, 1-2 անում, մի քանի անգամ չափում ու նոր միայն կտրում, Մարինեի ձեռքի տակ գործը արդեն եռում է, 1-2-1-2։ Թե ինչպես է մեր այս զույգը դիմանում միմյանց ռիթմին դժվար է ասել։ Ընտանեկան տնտեսությունում գործերը միայն այգով չեն սահմանափակվում։ Մարինեի օրը սկսվում է այն ժամանակ, երբ գյուղը դեռ խորը քնի մեջ է լինում։ Առավոտյան 5:30-ից ոտքի վրա է, երբ կենսաբանական ներքին ժամացույցը արդեն ազդարարում է աշխատանքային նոր մարաթոնի սկիզբը։ Ու քանի որ Մարինեն չի սիրում կիսատ պրատ կամ անփույթ արված աշխատանք, նրանց այգում, տանը կամ տնտեսության մյուս հատվածներում էլ ամեն ինչ պիտի շարվի զինվորական ճշգրտությամբ ու հոգատարությամբ։ Այդ ամենին որպես կանոն ժամանակը չի հերիքում։ 5:06-ին ես արդեն պետք է վեկենամ, վсё, աչքերս բացի, վсё, տեղից պետք է հելնեմ, վայրան չկա, ես չեմ կարող տեղս պարկեմ։ Հելնում եմ, դուր նստում դրան, այդ թեյ դնում կամ դնում եմ կամ չէ, նայած ոնց որ ժամին եմ դուրս գալու, ոնց է վրազությանը ժամանակը, առաջի հերթին հավերս, ճուտերս, հետո անցնում խոզերին, էդ էլ եմ բեջարում պրսում, գալի դրան 1 րոպե նստում, եկել նայում եմ պատուհանից տելևիզորը միացավ, ասում վсё, զարթնել է, մտնում եմ, ներս ասում եմ Հրանտ զարթնել ես, բա ճշման դեղդ, վերջը։ Ճշման դեղը տալիս եմ մի հատ ինքը խմում ա, մեկ էլ կամած հելնում, ասում եմ վсё, դե գիտենք կամ եթե գալիս ենք բերքահավաքի, արդեն վրաս մի հատ չայ ենք դնում, խմում, իրիկունը ավտոն արդեն դասում պատրաստում, գիտենք ինչ պետք է անենք, գրիվ պատրաստ, հետո խոտ ենք տալի իջնում բաղը, մի 2-3 ժամվա գործն ավարտում, գնում տուն, հաց սարքում, դե ազատ օրերս օրինակ մսից բանից կիսաֆաբրիկատ բաներ եմ սարքում, առազիլկեն լցնում, որ սենց վրաց ժամանակ անմիջապես հանեմ սարքեմ։ Հետո հանում ենք հաց սարքում, ուտում, ամեկս մեր տեղը ընկնում քնում, դե ինքը մի քիչ երկար է քնում, ես մի 20-25 րոպե արթնանում ու արդեն անցնում իմ առօրյա գործերին, ապրանքը դարսելու, զակատի, ճաշի, տուն մաքրելու եւ այլն։ Դրա համար էլ Մարինեն նորաթուղ զինվորականի պես ամեն օր նույն ժամին կազմ ու պատրաստ է ծառայել ամենքին ու ամեն ինչին, բայց նախ եւ առաջ հոգ տանել խնամվող յուրաքանչյուր կենդանուն, որոնք վաղ արշալույսին կազմ ու պատրաստ սպասում են Մարինեին։ Իսկ Մարինեն այդ կարևոր գործը ոչ մեկին չի վստահում, անգամ Հրանտին։ Ասում ապրանքը որ տիրոջը չգծե, այ քիրա, կասեն Գողանովի է։ Ես խոս, հա, ինչ պահում եմ, տենցա չիմ տեղը տեղին է։ Կերած խմած։ Մեր հրևանը գալիս է, իր հանգեր արարատ անում է։ Ասում է, քեզ աղայ են խոզերդ։ Ասում եմ, հա բա կասկածում ես։ Լահամ տեսեք։ Սա ես խորմ եմ։ Տանջատը ջերիք։ Այ վայ խորմ եմ։ Շատ քաղցր, եկեք։ Սա որ հասնում, հա։ Միտարի արաղ ուզեի անեմ։ Ա տակը չիմ կպավ։ Այդ ճիշտ չար էլի, անգիտենալ։ Արի, հետո տակը։ Հրանտ կուտես։ Չէ, չեմ։ Խիա, վախմաս ինչ ունի։ Ամի շղարդկի էլի։ Ասեմ չեմ ուզում։ Դու գիտես։ Մենք կուտենք։
Բայց եթե կարծում եք, թե այս ընտանիքում գործերի բաշխումը միայն բակով ու տնով է սահմանափակվում, ապա սխալվում եք։ Նախ ասեմ, որ այս երկուսը իրար հետ մի մեծ ընտանիքի գործ են իրենց ուսերին տանում։ Հեկտարներով բաղ ու բաղչամշակում ու գրեթե ամեն տեսակի միրգ, բանջարեղեն ստանում։ Դե բացի այդ ամեն ինչը մշակելուց ու ստանալուց պարզվում է իրացման գործն են ինքնուրույն գլուխ բերում։ Բայց այստեղ կա հստակ աշխատանքային բաժանում եւ որ ամենակարևորն է, գլխավոր տնօրեն, ում որոշումները քննարկման ենթակա չեն։ Թե ով է ղեկավարում առևտրի եւ լոգիստիկայի ողջ ընթացքը եւ ինչ դեր ունի այստեղ Հրանտը, Մարինեն ավելի պատկերավոր կբացատրի։ Ինքը մենակ իմ վարորդն է, վարում է մեքենան, մեկ էլ փողերն է հավաքում։ Կներեք։ Ահա։ Գորնը։ Հա Գորջան, իմ որդին է զանգահարում։ Բան չկա, ցավը տանիմ դու ասա։ Ինչ ենք անում, լրագրողները ստեղ մեզ նկարում են, դեղսը քաղում ենք, դարսում ենք, ես ինչ գիտեմ, խառը խշտիկ։ Դու ասա։ Պետք է հավաք ենք անում։ Քնիր վիկացար։ Նոր քնից վիկացար, ցավը տանիմ։ Դա ձեզ բարի ծառայություն ուշադիր ցավը տանիմ լավ։ Դատարկեմ հետ գալի, գիտես ինձ մոտ ոնց է ստացվում։ Օրինակ մանավանդ դեղսը եթե քաղում եմ, տեղում սորթավորում եմ, ադբորնի, միջակ, մանր, հետո մի քիչ դեֆորմացված բան արկղների վրա գրում, որը ինչ արկղա, տակից տակ նույն ձևի։ Այնտեղ վաճառելուց ասում եմ, տարբեր գներ, էս, ժողովուրդ ջան, նույն դեղսն է, նույն համն ունի, տարբերությունը խոշորն է, մանրն է, էսա, որից որը ձեռքա տալի, հետո պոպոկից սկսած մենք ամեն ինչը վաճառ, պոպոկը կլպում եմ մուրաբի պատրաստում, կրից հանում, թութը, հոնը, գիլաս, բալ, դրանից սկսում ենք մինչև վերջի կառայլոկը։ Ու զանգով լրիվ ինձ զանգում են։ Համարյա ես տենց չկա որ ընկնեմ պտտվեմ էլի։ Լավ էլ առևտուր կլինի։ Կշերքը նորմալ կշռում ենք։ 25-30 տարի է ես Ստեփանավանի հետ աշխատում եմ, բայց ոչ մի խնդրեմ չունիմ։ Միշտ էլ զանգում են կանչում։ Անգամ օղիների հարցում զանգում են հատուկ պատվիրում, որ էս օղին, այսքան լիտր եւ սենց։ Գիտես ճշտապահությունը մաքուր աշխատելը, դա արդեն հաճախորդի վստահությունն է։ Ուրիշ ոչ միտեղ գաղտնիք չկա։ Եթե չես խափում կշերքում, չես խափում գնում, չես խափում ապրանքում, օրինակ ապրանքներ կա, որ ես վերցնում եմ վաճառում, ասում ժողովուրդ, սա գինն այսքան է, հետնել վերցրած ապրանք է։ Իմը չի, չեմ կարա ասեմ։ Վերցրած է, տեսեք, ուզում եք վերցրեք, չեք ուզում դուք գիտեք։ Բայց որը որ իմն է, հրամ ջեբը դիր։ Նկատեցիք, հաղթալեզու եք, էդ էլա կարևոր։ Հա, այդ միանշանակ տենց է։ Սիրտ ջան, ցավը տանի մարևս, ջանիդ ղուրբան։ Տենց։ Այսենց ջան ու ղուրբանով ծափու ծիծաղով էլ անցնում է Հրանտի ու Մարինեի քաղցր կյանքը, որի գլխավոր գործողանձը տիկինն է, բայց երբ աշխատանքային եռունորը մի փոքր խաղաղվում է, հերթը հասնում է ապագայի մեծ պլաններին ու երազանքներին։ Իսկ յուրաքանչյուր ծնողի ամենամեծ երազանքը բնականաբար իր տան հենարանին, պայմանագրային ծառայության անցած ու ընտանիքին թիկունք եղած որդուն արժանապատիվ կյանքով ապահովելն ու տունը նոր շնչով լցնելն է։ Տեսա Մարինեի ու Հրանտի թերևս ամենաօրհասական խնդիրն է։ Հարս են ուզում, ինչու՞ չէ նաև իրենց առաջին անող դնող, ինչպես ասում են էլ փոքր չեն, ու ի վերջո տուն, որ լցված կլինի երեխաների աղմուկ աղաղակով։ Այսինքն այս տան ամեն օրը որդու կատակով ասած շարին սպասելով է անցնում։ Դե հիմա էլ ունենք խնայողական հետ գցած, ունենք նպատակ ունենք, նախ տղա ունեմ ամուսնացնելու, եթե հարսնացու իհարկե կճարի, չգիտեմ թե ունի, թե չունի, դեռ ոչ մի բանից տեղյակ չենք։ Ուղղակի հարսնացու ճարելու գործը։ Ի թողում ա որ խառնվիմ, ասում մամ շարն իրա ոտով գալտի։ Դու համբեր է։ Ասում եմ այդ շարը երբ դիլի տղա ջան, մեղ չեմ, հասցնում չեմ, ողտալմսկի, հասցնում չեմ ամանի լվանամ։ Երեք չառաջ օրը ծնունդս էի դեպ։ Ծննդյանս օրը ճանապարհին էի, շնորհակալություն, որ դուք այն անգամ զանգեցիք, ես ասի Ստեփանավան եմ, հենց այդ օրը իմ ծնունդն էր։ Մեկ էլ մեր բարեկամներից զանգեցին, որ գալիս ենք ձեզ հյուր, աղջուր է գալի, ես տանը չեմ Ստեփանավան եմ։ Վերջ եկել ենք վրազ մտել խանութ, դե հիմնականը խմորեղեն բան ես եմ թխում, բայց այն ժամանակները չեմ հասցնում։ Այդ խանութից գնացինք, վերջ ինչ պետք էր բերեցինք, դեռ տուն չհասած, այդա սկսեցին, եկան, հվակվեցին, բան, աղջ ասում, փոխանակ ծնունդիդ օրով, դու տանը նստած լիս, աղջի ես որ տանը նստիմ, այս մի օրվաս բերքը վարի տամ, սաղ ձմեր աշխատում եմ, որ եկամ ուտ քաղեմ, Ռիգունը կանեմ, էքսը կանեմ, ծնունդը փախչիլ չի, բայց ելացը փչացնեմ, ինչ դառնա։ Հիմա մի խոսքով հարս եք սպասում։ Հա, այն էլ ոնց եմ սպասում։ Ամեն ինչ ձևի էլ պատրաստեմ հիմի հարսիկ ընդունելու։ Մենակ հարսիկ լինի։ Ինչպիսի հարս եք ուզում, այ։ Ինձ ոչ նրա սովորացնա հետաքրքիր, էս արաղի դեղցա։ Ինձ ոչ նրա
Ուղղակի լինի հալալ, կատնակեր երեխա, ընդունող, մեր տան մեջ չկա օրինակ ավանդույթան բաներ, բան ունի ասելու, ասե, ուզում է մնացող շարունակությունը լսե, ասե, հսկանա, տան նեղնի, մենակ տան գործերը մաքուր ակուրատնի պահի տունը, տան գործերը նեղնի, ես դուրս բաղը դա ինձ հերիք է, բաղվորել եմ բերում անում, ինչ պետքա կանեմ։ Այնքան գնամ տենամ հացը սարկած եղնի, տունը մաքուր եղնի։ Նստեմ մի կտոր հաց ուտեմ, պորտիկել եմ դիվանում տելևիզոր մտի կանեմ, թին գտամ դինջանամ, դա ինձ մար մի հատ մեծություն է։ Ջան ասեք, այ էտա։ Այ մարդ ես սաղ կյանքս երազել եմ աղջիկ, հիմի անգամ տանը փիսո ունենք, մեր փիսոն տղա է, բայց աղջի ասում արիստի աղջի հատ ասում աղջիկ, ես վարկաբեկում այդ տղին, չասում ինձ մար աղջիկը։ Կներեք, հահոք, բարլուս, բան չէ, դեղս կքաղենք դու սա տեսնի միշկա չկա։ Հա մե ռեսմ տարել եմ, էսա երկրորդ ռեսը կքաղենք։ Դու սա տեսնիմ, թե բանկա վրազը սա, թե չէ պարապ չեմ։ Լրիվ նորմալ է, լավ են երեխեքը։ Եղավ մնա պարապի միրգունը կխոսինք հոգ ջան։ Լավ։ Բա այս շալվարս գրպան չունի, որ գալիս ենք բաղը, դա երեխեն եթե հետորը խոսացած չի լում, ասում հրանտ հեռախոսը ջեբդ գծե, որ երեխեն զանգ է, չգնամ ինել վազելով ավտոքսին հեռախոս բերեն, որ խոսիմ։ Այդ հələ ջեբն ա գծում, աղ չասնա ոնց որ փոշտ իշխատող լեզրապ են ինք զանգ են տալի, արա դե ինչ անեմ որ զանգ են տալի, պետք եմ զանգ են տալի։ Ու հենց այսպես անվերջանալի աշխատանքի, անդադար հնչող զանգերի, անցնող դարձողի հարցուփորձի, գնորդի հետ բազարանելու, հարազատների մասին հոգտանելու վազքի, շարի գալու երջանիկ օրվան, ասել է թե որդու բախտավորվելու սպասումների մեջ էլ անցնում է Մարինեի ամեն մի օրը։ Մի զուլում բոց ու հրդեհ է Մարինեն, որ առանց նկարագրելու էլ ինքներդ եք տեսնում, թե ինչ անձնավորություն է։ Բայց որքան էլ Մարինեի էներգիան անսպար թվա, կիսատ թողած գործերն ու հոգնածությունը նրան էլ են մեկ-մեկ հյուր գալիս։ Հատկապես երբ օրը թեքվում է դեպի իրիկնամուտ ու վերջապես ժամանակ է գտնվում սեփական անձի ու օրվա անցածի մասին նաև մտորելու։ Հա դե մեն վերևից սկսեմ էլի հրանտ։ Որ գիտեմ անելու է, այդ պահին արագ հոգնելը երբ տուն եմ հասնում, այդ ժամանակ զգում եմ։ Մտնում եմ վրազ մի հատ տուշի տակ դուրս գալի, արդեն թարմանում։ Ու անցնում առօրյա գործերի։ Ճիշտ ասած ժամանակ այգում չեմ հասցնում տեղաշորս հավաքեմ։ Էդ էլ ալնում։ Նա մանավանդ առավոտվա այն շատ ուժեղ արևներին, որ ժամի 9-ից հետո էլ բաղ մտնել չի լինում։ Մեկ վայ ջահելներն իրանք են ինտերնետ հեռախոս, ուրիշ ոչ մի բան, ինչ տեղել են էլ սովորել են։ Իսկ մենք էս ենք տեսել, էս ենք սովորել։ Մերն է սա եղել։ Այնտեղ կարտոշկա, չորեն, խոտ, ստեղել էս։ Հետո այն ժամանակ, որ երեխայի բերում են շենքի հայատ հաղող բան փոխանակում կարտոշկով, ասում էին 2 կիլո կարտոշկին, 1 կիլո խաղող, ասենք ձեռ են առնում։ Գլխի ես եմ սրա տանջանքն ինչքան, բայց որ հիմի ես եմ տանջվում, ասում շատ քիչ են ասել, բայց 3 ու 4 են ասել։ Հողի ու բերքի իրական արժեքը գիտակցելը սակայն միայն քրտինքով չի չափվում։ Չէ, այնպես չի, որ Մարինեի ու Հրանտի կյանքը այսպես միշտ սահուն ծափ ու ծիծաղով է անցնում։ Պարզապես իրենք այդ փորձությունները իրենց ձևով են հաղթահարում։ Ամենադաժան դասերը տալիս է բնությունը, երբ վայրկյանների ընթացքում ջնջում է ամբողջ տարվա չարչարանքը, ստիպելով գյուղացուն կանգնել ամենատարբեր փորձությունների ու վարկերի բեռի առաջ։ 15 թվին կարկուտ եկավ մեր մոտ, որ բառից բուն իմաստով ջնջեց ամեն ինչ։ Մենակ անտարի բարիքով մենք այդ տարի եւ ունենք շատ վարկեր Փառք Աստծո, հիմի չունենք վարկ, ամեն ինչ նորմալ է, շատ ունենք վարկ այդ տարի։ Մենք այդ տարի զուտ այդ անտարի բարիքով նոյեմբերյանի մոտ գոգդախ սարկա, այդտեղից գնում էինք մոշբան հավաքելու։ Ուրեմն այդ մեր բարիքը վաճառելով, հավաքելով, այդ տարի համ գոյատևել ենք, համ ապրել ենք, համ վարկել ենք, ոչ թե ավելացրել ենք, ուղղակի մարելով, մինչև արդեն կանոնավորվել է։ Դե նաև չենք մոռանում Տավուշը եւ Լոռին ցնծած ջրհեղեղի մասին, որը Մարինեին ու Հրանտին էլ չշրջանցեց։ Սելավ էս մեր բաղում մտել է, էս մեր բաղի ընդհանուր մակերեսը մի հեկտար հողամաս է։ Այս սենց ներքև Էս ուղիղ կեսնա բաղի արդեն, սենց ներքև արդեն կեսը, իսկ դեպետից էս կոմ 2000 մետր լրիվ քարեր է, հողը լրիվ տարել, ատեղ չկա ոչինչ, 2000-ից վերև 1000 քանի 100 մետրը համարյա նոր տնկի ծառներ էր քշե տարե, հիմի այդ ծառները դրել ենք, իրանք էլ եկան գնահատեցին,
Այդ 1000 մետրի չափով գնահատեցին, որը որ դրել ենք։ Ասում են, բայց չէ որ ես հողնել ա տարել։ Հիմստեղ հողել չկա, որ ես մշակեմ, սախի չեք գնահատում։ Այ էդ ա եղել սելավի, բայց դե ոչինչ փարկաստու գնահատ։ Իսկ 15 թվին որ եկավ ջնջեց, ոչ մի բան չգնահատեցին, բացարձակ։ Հիմա փարկաստու էլի գնահատել են, թեկուզ անցյալ տարվա կարկուտի համար չեմ ասում, եսի մինչեր, դե մի հեկտար էսա, 1500 մետր էմի կողմը հող ունենք, սրանից վերև 2000 քանյարու մետր հաղողի այգի ունենք։ Այնքան տվեցին, որ գույնը թունաքիմիկատներինը համարյա դուս եկավ։ Բնության կապրիզների, ջրհեղեղի ու վարկերի հետ կռիվ տալն ու ամեն անգամ զրոյից սկսելը Արջիսի այս այգում արդեն սովորական աշխատանքային ընթացք է դարձել, բայց որքան էլ հողի տանջանքը մեծ լինի, Մարինեն ու Հրանտը գիտեն, միասին ցանկացած կարկուտ ու ջրհեղեղ հաղթահարելի է։ Այս տոկունությունն ու միմյանց թիկունք լինելու կարողությունը թերևս սկիզբ է առել դեռ 25 տարի առաջ։ Այն ժամանակ, երբ Տաշիրցի կլորիկ-մլորիկ աղջիկը դեռ չգիտեր, որ իրենց բակի մոտ կայանած բեժվի զրովեցով Արջիսցի մի առևտրական է եկել իր այգու բերքը իրացնելու։ Իսկ թե ինչպես 1 կիլոգրամ հոնը դարձավ նրանց սիրո պատմության առաջին կայծը, հերոսները մինչև հիմա էլ առանց ժպիտի չեն կարողանում հիշել ու պատմել։ Ինքը բերել էր առևտուր անելու Տաշիրում, հոն, մոշ, բան, դե մեր մոտ հոնը կոչվում է խզլջուղ։ Ուրեմն մեր հարևաններն իջել են ավտոյի մոտ, այն ժամանակ մեր մեքենան Ժիգուլի էր, զրովեց, բեժովնի, ոչ թե էս մեքենա։ Մեր հարևանուին իջել է, որ Իրանից ապրան գնի, ասել է, բարև ձեզ, տղա ջան, խզլջուղն ինչ ըժը, ասել է, չեմ հասկանում, զգացի, որ չի հասկանում, մեր Լիզուն մոտիկացա, ասի բարև ձեզ, ասի կներեք չեք ասի, հոնն ինչ արժե, բա վայ, ստեղ հայ էլ կա, ասի կներեք, մենք բոլորս էլ հայ ենք, ոնց թե ստեղ հայ էլ կա, այդ ձևից անոտացանք, ինքը իր մորքուրի տղի հետ էր եկել մեր մոտ, հետո այդ մեր Արմենն էլ, իր եղբայրը, որ խնդրեմ հեռու ճանապարհից եկեք, մի բաժակ սուրճ կտակ, ասի առանց խնդրել մի բաժակ սուրճն ինչա որ չհյուրասիրենք։ Ու այդ սուրճը եղավ իմ բախտը։ Այդպես հայտնվեցինք Արջիս։ Պրծան, հա դե ես որ հիմնական Ստեփանավանի։ Որ պրտելանդեն։ Որ հիմնական Ստեփանավանի հետ եմ աշխատում, համեր անդադ ընդեղ եմ եղնում, բայց հիմիսկ 20 րոպե չեմ կարում մեր օնստուն մնամ, մտնում եմ, թե չէ վրազ ոտի վրա միջապես ինչ անում ենք, այն մերն ասում այ բալաջան, բա ասենց գալ գնալ, կեղն ասում եմ, մամ չեմ հասցնում, տղեզ զինվորական աշխատում, տանը կեսուր կեսրար չունեմ, ողորմածիկ են արդեն, երկուսով ենք, այսքան բաղ տուն, տնտեսություն, մի օր խաղում, հաջորդ օրը վաճառում, տակի հավաքածը բոճկ են մշակում, չիր տան զակատ ու այդ ամբողջ հոգսը մենակ իմ վրա։ Խնամա խոսություն sense մենք իրար հետ ենք խոսում ենք իրար հետ պայմանավորվել։ Կեսուր կեսրար չեմ ունեցել, իրանք շատ վաղուց մահացել են։ Որ ամուսինս եկավ իր այդ մորքուրի տղի հետ ներկայացավ ասեց եւ այլը, հետո հրավիրեց իրանց տուն, ես ինքս առանց մերոնց ներկայության բան համաձայնվեցի, եկա, նայեցի տեղանքը, բան ասի, հա դուրս գալիս ա կուզեմ ու կամուսնանամ ու տենց էլ ամուսնացա։ Ոչ մի հարցանեք, ուղղակի մենք ստեղ տանը ինչ ուրախություն կա, մեր տան մեջ կազմակերպել ենք այդքան բան։ Այն որ ասում են տան ու ստանով, հա, զուտ խիստ sense հարազատներով։ Բաղտորոշ սուրճից հետո ոչ մի ավելորդ պաշտոնականություն, ոչ ավանդական խնամախոսություն է եղել, ոչ էլ աղմկոտ հարսանիք։ Տաշիրցի աղջիկը ինքը իր ոտքով եկավ, Արջիսի ձորերին ու հողերին մի հատ աչքի պոչով նայեց, հավանեց ու որոշեց մնում է։ Ինչպես ինքն է ասում, տպավորություն է, որ Արջիսում է ծնվել ու մեծացել։ Լահամ տեսեք։ Մեծապատիվ գոհեմ, առաջերտին մեծապատիվ շնորհակալ եմ ամուսնուս, որ հոն բերեց ինձ կտավ։ Երկրորդ հերթին շնորհակալ եմ Աստծուց, որ ես բախտից վիճակեց։ Իսկ դուք ձեր կնոջից։ Հա, բարկացու։ Լավ։ Կարալ եւ ավելի բան։ Մեկով հասկանում եք, մենք ընդհանրապես տենց օր չի եղած, որ առանց իրար եղնենք։ Ես մեր ժողովուրդը իմանու դրել են ավտոյի բրիլոկ։ Մեր ավտոն որտեղ դուրս է գալի, ես անգամ խանութ գնումներ գնալուց, այն օրը ցորեներ պետք ասի Հրանտի խանութից բիտ բարի որ գնանք։ Հարևանուիս կոֆե էր կանչար, ասում գնում եմ կոֆե խմեմ, գամ դու գնա։ Եկա տե հա տանա։ Հրանտ գնացել չես ցորեն բերեց, բա չի արի որ գնանք։ Արա ես միտի կատեղը գարում չես ավտոյով գնաս գազ, բա չէ մինչև գազ ոչ գնալ չլի։ Ուզեի քաղաք ամուսնանալ։ Չէ, բացարձակ ես չէ դիմանա քաղաք։ Չեմ կարա։ Քաղաք ռոբոտի հայդի է սապրում էլ այք իրա քաղաքն ինչ կա։ Ռավոդը դուրը բաց ես անում գնում գործի ռիգունը գանում ռոբոտի հայդի տուն մտնում, մի երկու բերան բան սարքում ուտում, երկու պտտում մտնում, այնա նստում դինջանում, հետո պարկում քնում ռավոդը նորից նույնը։ Իսկ սա քուզա ջամին գալի, քուզա ջամին գնում, քուզած բանը քու բաղից հանում։
Հետո սա սիրով ես անում, որ մշակում ես, հետո արդեն բերքը ստանում, սա մի հատ ուրիշ հաճույք է, ուրիշ ապրում է։ Դե իսկ այդ հաճույքն ու աշխատանքային եռուզեռը Արջիսի բաղերում առանց հատուկ շտաբ բնակարանի պատկերացնելը անհնար է։ Քաղաքային բանտից ու ռոբոտային կյանքից հեռու Արջիսի ձորում Մարինեն հիմնել է իր ինքնավար հանրապետությունը։ Դրա գլխավոր շտաբն ու այսպես ասած հինգաստղանի հյուրատունը այգու մեջտեղում համեստորեն տեղավորված այս փայտաշեն շինությունն է։ Դե ավելորդություն չլինի ասել, որ այստեղ էլ Մարինեն միանձնյա վարչապետ է։ Հացատան գլխավոր պատասխանատու ու միակ մարդը, ում հրամաններին առանց առարկելու ենթարկվում են թե բանվորները, թե հենց ինքը Հրանտը։ Այս մեր բուտկեն է, հանգստյան վայրն է։ Տանից գազի բալոնը բերում եմ դնում ստի, սիրուն, այս մեր արդեն զապաստն բուչկեն է, ջազվա, բաժա, կաման, չաման, կաստրում, լրիվ ստեղ է, որ են ատանից, պատվալից, զակատ, մակատ, գալիս ենք խանութ, թե կատլետա, թե երշիկա, թե սասինցկիա, հաց, մաց վերցնում, սիրուն ստեղ հաց սարքում, նստում ստեղ հաց ուտում, մեկ չանգստանում, դե բանվորի ժամանակ ես ասողի դերում եմ, հաց սարքելու ասողի, այդ իմ գործն արդեն, այդ ժամանակ իրանք են անում, հա, ձմերներ են գալի, գիտես ոնց, ձմերը դե ստեղ ամուսինս էտ անում, դե որ չեմ կարում կրանամ խնդիր ունեմ, բանվոր ենք բերում ջախը հավաքելու, այդ ժամանակ ենք բանվոր բերում, ջախից հետո փոցխելու, վառելու, այդ ժամանակ, Հրանտ, ավտոյից մի տելեֆոն հանեստան տանին աղջկեք նուտեն, բաղի թարմ էկոլոգիա պես մաքուր վարունգա, համատենան կտենան վարունգն ինչա, ոչ տես խանութի խշտիվքնին։ Մարինեի սահմանած օրենքներից ամենակարևորը թերևս հյուրերին անոթի բաց չթողնելն է։ Նրա ձեռքի տակով անցած ցանկացած մթերք, սովորական վարունգից մինչև ձմեռվա պահածոները ստանում են հատուկ մարինեական համ։ Ու զարմանալի չէ, որ հարազատների շրջանում տարվա այս շրջանում հատկապես լուրջ պլաններ են մշակում նրան առևանգելու եւ իրենց խոհանոցներում գերության մեջ պահելու համար։ Ասել է թե եփոց փակոսներ անելու համար։ Դե ասում են նրա ձեռքը համով է, մենք էլ համոզվում ենք ու պլաններ կազմում արդեն, որ հաջորդ անգամ այցելենք ոչ թե այգի, այլ հենց իրենց տուն, բայց պարզվում է նույնիսկ ձմռան ցրտին նրան տանը բռնացնելու համար լրագրողական լուրջ հետախուզություն է պետք։ Դաժե գիտես ինչքան ժամանակ եղավ որ ճամփից եկել են վրաս, աղջի հաց կուշտ ենք, հաս մեն բանջկա նստեք պատարկանեք դուրս կգաք։ Աղջիս մա կուշտ ենք, բայց ոնց կերանք։ Այդ դուք սիրով եք դնում, Երևի, չգիտեմ։ Մեզնից հայլի հետ կա։ Պատկերացրու նոր որ հորքուրը զանգեց, ինձ հարցեն ասում են պետք է գանք զակատի վաղտը քեզ գողանանք տանին 3 օրով։ Գաս մեր զակատն անես քու ձեռը համովա։ Աղջի բաբար ես գամ քու զակատ անեմ, բայ իմ տան էլ ացնովանի։ Մենք ձեզ ձմռանն ենք գալու անպայման որ տուն նստած ելնեք։ Այդ էլ կա, չես գիտեն, աստանը կրիմ թե որ քուչումը կրիմ։ Զանգով ինձ բռնասելը մենակ զանգով այքիրա։ Գալու ենք բայց անպայման։ Ձմեռնեք եք, համեցեք, ամեն ինչից էլ համ տեսեք, համ հյուրասիրվեք, համ էլ տարեք։ Բայց եթե անգամ ձմեռվա ցրտաշունչ օրերին Մարինեին ու Հրանտին տանը չբռնացնեք, հերվից լսվող զուռնադհոլի կամ սպիտակցի Հայկոյի երգերի ձայնով միանգամից կկողմնորոշվեք, թե որտեղ է ընթանում Արջիսյան գլխավոր քեֆը, որովհետև իրենք այդ քեֆերի գլխավորներն են։ Դե պարզվում է թաքնված մեկ այլ տաղանդել ունեն, որ իրենց համատեղում հաշտեցնում ու ստիպում է մոռանալ նաև ամեն տեսակի տարբերությունների մասին։ Ու երբ հնչում է երաժշտության առաջին նոտաները, Հրանտն ու Մարինեն առաջինն են պարահրապարակում։ Ասել, որ հազար ջահելի ջահել են, իրենց դեպքում կնշանակի ոչինչ չասել։ Բա ինչ անեն, եթե պարահրապարակ չմտնեն, կխայտառակվեն, քանի որ ձեռքերն ու ոտքերը կսկսեն պարել առանց իրենց կամքը հարցնելու։ Մենք երաժշտության գիժ ենք, պարելու գիժ ենք, այդ մի բանը մեր հոբին է։ Այդ մի բանով երկուսս իրար շատ համակրում ենք, ասեմ։ Հայկական դե երգ է հարութ եմ շատ սիրում։ Այդ Սամող վարդանից Դե երևի որ մեր ազգականում կա երաժշտական բանը, իմ օղորմածիկ պապիկը եղելա զուռնաչի մարդ, մամայիս կողմից, քերիս եղելա կրալնեչիկ, այն մի քերիս դհոլ խփող, իսկ հորական կողմս սպիտակցի Հայկոյի պապան ու իմ պապան, ամեքը մի աղբոր երեխեք են, ոնց որ երկու կողմից էլ կա, ու այն հենց քյորպուց, հետո այն ժամանակ պապիս եկելա դաժե թիլվից բան գնացել նվակելու բանակի քեֆ, հետո որ գալիս էին տաշիր, գյուղից գալիս էին տաշիր հարսանիք նվակելու, դե մերը կվարծիր այր, նստում էին մեր տուն փորձանում, մենք էլ էտա երաժշտության տակ ցկցկում էինք, ու թեզա մեր մեջ մտելա, հետո իմ պապս 7 աղբեր են եղել, ամենապուճուրն ինքն ա եղել, զուռնա դհոլով,
մեծ աղբոր տնից մինչև նախավերջի աղբորտուն հերթով նոր տարի են գնացել ու թենց ավելացնելով պտոտվել ու թենց ի ծնե եկել այդ երաժշտությանն իմ մեջ որ ասեմ հաճախել եմ գնացել եմ բան չէ բայց շատ հաճախ մրցումների եմ մասնակցել շահել բան վերջը ուղղակի քողել կլինեի չէ դե եթե փորձեի կարողա չգիտեմ ու երրորդ դասարանում մի 3 ամիս գնացել եմ Կարուզևի այդ էլ ոչ էլ ներվես ավելի լավ շուղ վերցնեմ ձեռագործանեմ քան ստեկար գալիս ներվայնանում եմ դանդաղ գործած հա չեմ կարող շուղ իսկ եթե շուղերը ձեռս վերցրի հանկարծ չասես հելի կոֆե պի հելի հաց սարքի ռավոդվանի ջրիկ ու ներվերս հանեմ ու գործեմ Քանի դեռ մենք զրուցում էինք երաժշտությունից ու Մարինեի տաղանդներից, Հրանտը իր գործը սուսիկ-փուսիկ արեց։ Այգուց քաղված դեղցի թարմ ու անուշահոտ արկղերը արդեն տեղավորված են մեքենայի մեջ։ Առջևում երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ է Արջիսից մինչև Ստեփանավանի շուկա, բայց յուրաքանչյուրի համար հոգնեցուցիչ թվացող այդ ոլորանները Մարինեի ու Հրանտի դեպքում վերածվում են իսկական երաժշտական ճամփորդության։ YouTube-ով Դեսենցել բաների ցելում ֆլեշկով էլ կա, բայց իմելով է ֆլեշկա բանանում են, ուզած այդ բանը մի հատ էտել սկիելարում եմ գրեմ։ Գալասավո իմանում բերում, հա։ Հələ մի հատ արեք գալասավոյ։ Էս հələ տենը միացավ, հա։ Modern talking. There's no time I'll ever go. Եվ այսպես շարունակ Մեմեն էլ քնած եմ գնացեմ քեզ որ շատ բեզարած եմ ոլում ասում մեն էլ դեմ գլուխը ծե գալիս է որ քնի ոչ գավոյ Արավերդը դե քնում է Էս էլ իրա տեղն է ու սա շարունակ Շատ լավ երաժշտություն եք, էսի։ Ասեմ քեզ վատ էլ չի Ոնե modern talking Soy Հա, չոյը նամանավան Ամենա առաջինը կուզեմ աշխարհին խաղաղություն եղնի մեր երկրին խաղաղություն եղնի մեր ջահելությունը առողջություն եղնի որ հիմա դա շատ խնդրեմ արդեն դառնում Մնացողն արդեն կամած եղնի եթե տերկու բան եղնի իրանք էլ ինքսինքյան կսկսեն լավատեսել ու ամեն ինչ լավ գնալ Նրանք գնում են բեռնված լիքը դեղցի արկղերով, իրենց հետ տանելով Արջիսի դեղցի բույրը, Տավուշյան անսահման ջերմությունն ու միմյանց թիկունք լինելու այն մեծ սերը, որին ոչ մի կարկուտ ու ջրհեղեղ վախենալու չէ։ Գնում են գրպանները դատարկ, բայց սպասումներով լի, իսկ սրտներում այն մեծ երազանքը, որ այս տարի իրենց զինվոր տղայի համար մի լավ հարսանիք են անելու ու տունը նոր կյանքով են լցնելու։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։